Բարի պայծառ առավոտ սիրելի հեռուստադիտող, այսօր մեր հեռուստանախագծի Անդրանիկ թողարկումն է, մեր համատեղ առաջին առողջ առավոտը։ Մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ բերենք արևի շողերը եւ ջերմություն։ Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, այսօր շաբաթական 5 օր ամեն առավոտ լինելու ենք միասին եւ բացահայտելու ենք առողջության գաղտնիքներն ու մշակույթը։ Սակայն մինչ այդ կարճառոտ դադար, որպեսզի հասկանանք ովքեր ենք մենք, որտեղից են գալիս եւ մինչեւ ուր ենք ուզում ձեզ ուղեկցել։ Բժիշկ Ավետիսյանը նյարդաբան է, բժշկական գիտությունների թեկնածու եւ բիզնես վարչարարության մագիստրոս։ Այժմ ղեկավարում է Vita Longa բժշկական կենտրոնի նյարդաբանական ծառայությունը, միավորելով բժշկության, գիտության եւ կառավարման փորձը։ Ավետիս Ավետիսյանը ծնվել է 1988 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը եւ նեղ մասնագիտացել նյարդաբանության մեջ, հատկապես քրոնիկ ցավային համախտանիշների ու կյանքի որակի վրա դրանց ազդեցության ուսումնասիրության ուղղությամբ։ Նրա փորձը ներառում է նաև մեծ հիվանդանոցների կառավարում։ Գիտական եւ մասնագիտական գործունեությամբ բժիշկ Ավետիսյանը հանդես է եկել միջազգային ծրագրերում, մասնակցել հետազոտությունների, արժանացել կրթաթոշակների եւ դրամաշնորհների Եվրոպայում եւ Ասիայում։ Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահն է եւ ակտիվ է միջազգային մասնագիտական համայնքներում, ներկայացնելով Հայաստանը համաշխարհային գիտաժողովներում։ Ամուսնացած է, ունի 3 զավակ։ Բժիշկ Ավետիսյանը համադրում է 3 առանցք՝ կլինիկական պրակտիկա, գիտական հետազոտություն, հասարակական գործունեություն, միտված նորարար մոտեցումների ներդրմանը, ինչպես նաեւ մասնագիտական եւ հանրային առողջապահական կրթության բարձրացմանը։ Նա զեկուցել է ավելի քան տասնյակ միջազգային եւ տեղական գիտաժողովներում այնպիսի թեմաներով, որոնք ներառում են նեյրոպաթիկ ցավերը, արհեստական բանականության կիրառումը նյարդաբանությունում եւ ցավի կառավարման նոր մեթոդները։ Հանրային դաշտում բժիշկ Ավետիսյանը հանդես է եկել ավելի քան 100 հարցազրույցում, վարել հանուն առողջության եւ առաջին օգնություն հաղորդաշարերը։ Նրա հեղինակած գրքերը վերաբերում են անձնային աճին, առողջապահության կազմակերպմանը, նեյրոպաթիաներին եւ գլխացավերին, որոնք հրատարակվել են 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ 2024 թվականին ներկայացրել է իր հեղինակային դասընթացները՝ կատարողից ղեկավար, 30 գումարած 3 կանգառ եւ խելացի կապեր սատարման ցանց, որոնք ստեղծվել են համանուն գրքերի հիմքով։ Այսպիսով, բժիշկ Ավետիսյանը մեր նախագծում ներկայանում է որպես հմուտ մասնագետ, մտածող գիտնական եւ հանրային առողջապահության ջատագով։ Նրա նպատակն է զարգացնել, միավորել եւ ոգեշնչել։ Բարի եթեր, առողջ առավոտ։ Բժիշկ Ամիրյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որտեղ ստացել է բակալավրի կրթություն ընդհանուր բժշկության գծով, այնուհետև շարունակել մասնագիտանալ ընդհանուր վիրաբուժության ոլորտում։ Իր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն ընդլայնել է նաև էնդոսկոպիայի ոլորտում 2023 թվականին ստանալով համապատասխան որակավորում։ Վերջին տարիներին բժիշկը գործունեություն է ծավալել միաժամանակ մի քանի բժշկական կենտրոններում, աշխատելով ինչպես մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում, շտաբ բժշկական օգնություն, Սպիտակի բժշկական կենտրոն, Master Farm, Master Med, Slav Med եւ այժմ Կեյան բժշկական կենտրոնում։ Բժիշկ Ամիրյանը նաեւ 44-օրյա պատերազմի մասնակից է, որտեղ որպես շտաբ օգնության բրիգադի բժիշկ ստացել է նաեւ ծանր հրազենային վիրավորում։ Այս բազմակողմանի փորձը նրան դարձրել է ճկուն, արագ կողմնորոշվող եւ հոգատար մասնագետ։ Բացի բուժաշխատողի գործունեությունից 2023 թվականից նաեւ Տրունետ բժիշկների հայկական ասոցիացիայի փոխնախագահն է, ներգրաված է հարմասնագիտական հասարակական նախաձեռնությունների մեջ։ Բժիշկ Ամիրյանն ամուսնացած է, ունի 1 որդի։ Աշխատանքային դարված ռիթմից դուրս նա իրեն հանգստություն է պարգևում երգելով։ Երաժշտությունն օգնում է վերականգնել ներքին հավասարակշռությունը եւ փոխանցել լավատեսություն շրջապատին։ Նրա երգեցողությամբ տեսանյութերը համացանցում գերազանցել են կես միլիոն դիտումը գրավելով ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև ԱՊՀ եւ միջազգային դեսարանի ուշադրությունը։ Բժիշկ Ամիրյանի ներկայությունը տեսախցիկի առջև առանձնանում է ինքնատիպ հմայքով, հումորով եւ պարզության մեջ թաքնված արհեստավարժությամբ։ Առողջ առավոտ հաղորդաշարում նրա ներկայությունն ընդգծում է, որ առողջության մասին խոսքը կարող է լինել ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային, հասանելի, պարզ ու վստահելի։ Բարի եթեր, առողջ առավոտ։
Դե ինձ սիրելի հեռուստադիտող, կարող եմ վստահ լինել, որ արդեն ավելի լավ ենք իրար ճանաչում, իսկ ես ուզում եմ ձեզ ներկայացնել մեր Անդրանիկ հյուրին, պարոն Արմեն Նիազյանին, արձակագիր, եւ այսօր ներկայացնում է eVenture Global ընկերությունը, բացեմ մի գաղտնիք, բարի լույս պարոն Նիազյան, որ eVenture Global ընկերությունը եւ Arpimedian համատեղ սկսել են այս հեռուստանախագիծը։ Առաջին հարցս ուղղեմ ձեզ հետեւյալ բովանդակությամբ, ինչու eVenture Global ընկերության ղեկավար կազմը որոշեց մեկնարկել նման հեռուստանախագիծ։ Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ այս հաղորդաշարը, հաղորդումը, պատիվ է լինել Անդրանիկ հյուր։ Մի փոքր պատմեմ եմ eVenture Global ընկերության մասին եւ մեր տեսլականի մասին։ Դեռևս նախորդ տարի մենք ինտեգրվեցինք առողջապահության ոլորտին, չլինելով առողջապահության ներկայացուցիչ ես ինքս, բայց սկսեցինք անել առողջապահական նախագծեր եւ դրանցից երևի թե ամենամեծը եւ գլոբալը Healthcare Expo 2024-ն է, որ իրականացրինք։ Եվ դրանից հետո արդեն ինքնաբերաբար սկսեցինք խաչվել առողջապահության հետ եւ իր զարմանս ինձ մենք շատ ավելի խորը գնացինք եւ ամիսներ առաջ eVenture Global-ը դարձավ Հայաստանում միակ ընկերությունը, որ ստացավ պետական գրանցման ապրանքանիշ եւ իրավունք առողջապահական էքսպոներ, իվենթներ կազմակերպելու։ Եվ սա շատ ավելի պարտավորեցնող էր եւ բնականաբար այսքանով կանգ չէինք կարող առնել եւ կարծում եմ արդեն լսել եք, գիտեք մեր նոյեմբերին կայանալիք մեգա նախագծի մասին, Armenian International Healthcare Expo 2025-ի մասին եւ առողջ առավոտը դարձավ դեպի այդ մեգա նախագիծը գնացող առանձին մի ենթապրոյեկտ եւ ինքը իրենով արդեն իսկ բավականին մեծ պրոյեկտ է եւ վստահ եմ, որ հաջողվելու է, սիրվելու է հեռուստադիտողի կողմից եւ ունենալու է իր ուրույն ասելիքն ու ձեռագիրը։ Շնորհակալություն պարոն Նիազյան, շնորհակալություն իհարկե հրավերի համար, մեծ սիրով ընդունել եմ այդ հրավերը եւ ներկա եմ գտնվում հիմա այստեղ եւ այսպիսի մի հարց, ինչ առաքելություն ունենք մենք այս պրոյեկտի սահմաններում, ինչ ենք ուզում մենք ցույց տալ մեր հեռուստադիտողին, քանի որ բոլորս էլ շատ լավ գիտենք, որ այսօր մեդիայում, մեդիահարթակում բավականին շատ առողջապահական հաղորդումներ կան եւ ինչ առաքելություն ունենք մենք եւ ինչ պիտի սովորեցնենք մեր հեռուստադիտողին։ Շատ լավ։ Տեսեք, ես պատասխանեմ շատ ավելի գլոբալ, ընդհանրապես հանրության տեսանկյունից պատասխանեմ, քանի որ դուք բժիշկներ եք, դուք ամեն օր շփվում եք պացիենտների հետ, ես շատ ավելի կողքից հայացքով ասեմ, հանրության համար առողջապահությունը միշտ ստրեսային է։ Այսինքն ես որպես հանրության մի կտոր առնչվում եմ առողջապահության հետ, բժիշկների հետ այն ժամանակ, երբ որ ստրեսի մեջ եմ, երբ որ ինչ-որ խնդիր ունեմ, երբ որ ինչ-որ հարց ունեմ։ Եվ կարծում եմ նմանատիպ հաղորդաշարերը եւ մասնավորապես այս հաղորդաշարը նաեւ նպատակ ունի մի փոքր բացել այդ դռները, որպեսզի հանրությունը կարողանա ծանոթանալ բժշկին, բժշկի կենսակերպին, ծանոթանալ առողջապահությանը ոչ միայն այն ժամանակ, երբ որ ինքը ստրեսի մեջ է, երբ որ ինքը հրատապ հարցեր եւ խնդիրներ ունի լուծելու եւ շատ ժամանակ այդ կապը այդքան էլ չի ստացվում, հա, այսինքն մարդը խնդրով մոտեցել է բժշկին, բժիշկը բավարարում է, չի բավարարում, հեռանում է գոհ կամ դժգոհ եւ վերջ այսքանով ավարտվում են։ Իսկ նմանատիպ հաղորդաշարերը կարծում եմ իրենց ուրույն տեղը ունեն, որպեսզի ամրացնեն հանրության եւ առողջապահության միջև այս կապը եւ դառնա յուրահատուկ օղակ, յուրահատուկ կամուրջ, երբ որ մարդը կարող է ծանոթանալ առողջապահական խնդիրներին այն ժամանակ, երբ որ ինքը ստրեսի մեջ չի, երբ որ ինքը հրատապ հարց չունի լուծելու։ Ես հիշում եմ, երբ որ ես էլ հրավերը ստացա, որի համար ես էլ եմ շնորհակալ, ձեր թիմում շատ էսպես պատրաստված էին եւ ինչը ինձ դուր եկավ, որ նշեցիք, որ երբ որ համազգեստի մասին էինք խոսում, որ լինի ոչ բժշկական համազգեստ, թերևս իմ պատկերացրած հիմնական հաղորդաշարերի մեջ, որոնք վարում են բժիշկներ, շատ քիչ տեղերում է, որ այդ բժշկական մթնոլորտը չկա, այսինքն սա ավելի շատ հանրային առողջության, առողջապահական գլոբալ փիլիսոփայության մասին է եւ սիրով ընդունեցի, որ համազգեստն էլ չլինի, որովհետեւ համազգեստը մի փոքր արդեն սահմաններ է գծում, սուբորդինացիա է ենթադրում եւ այլն, այս իմաստով սա մտածված էր, հա, նախորդ տարվանից սկսած մեր պրոյեկտներում մենք սկսել ենք կարծրատիպեր կոտրել։ Ես չգիտեմ առողջապահության մեջ դա որքան է հնարավոր եւ ճիշտ է թե ոչ, բայց ամեն դեպքում, այո, ճիշտ նկատեցիք, որ մենք փորձում ենք հնարավորինս կամրջել այս կապը անդունդը, որպեսզի անդունդ չլինի եւ քաղաքացին ավելի շատ վստահի բժշկին, ավելի շատ վստահի առողջապահությանը եւ մյուս կարևոր ուղերձը, որ այնքան բաց լինի ոլորտը, որ հանրությունը քաղաքացին չսպասի հասնի ինչ-որ մի աստիճանի եւ հետո նոր դիմի բժշկին, հա, այսինքն այնքան բաց, այնքան թափանցիկ լինի, որ մեզ համար շատ ավելի նորմալ լինի կանխարգելել, քան հետո փորձել վերացնել
հետևանքները։ Շնորհակալություն պարոն Նիազյան, ինչպես դուք նշեցիք, այս տարի կայանալիք էքսպոյի շրջանակների մասին, այլ ինչ ինֆորմացիա կտաք այդ առումով, ինչ է սպասվում մեզ նոյեմբեր ամսին, որը որ մեր հանրության շրջանում բավականին մեծ արձագանք է ստացել եւ կարելի ասել առողջապահության ոլորտը բավականին անհամբեր իհարկե սպասում է այդ միջոցառմանը։ Տեսեք, դարձյալ խոսեմ կարծրատիպեր քանդելուց, հա։ Մենք կազմակերպում ենք, անում ենք առողջապահական միջոցառում, որը դուրս է գալիս առողջապահության սահմաններից։ Այսինքն մենք կազմակերպելով առողջապահական էքսպո չենք ուզում, որ դա լինի նեղ բժշկական, նեղ առողջապահական։ Մենք ուզում ենք դա լինի հանրային մեծ հետաքրքրություն առաջացնող մի միջոցառում, որտեղ ոչ թե կգան այն մարդիկ, ովքեր ունեն որևէ խնդիր եւ կլսեն, որ այդ էքսպոյի շրջանակներում ենթադրենք ինչ որ մի հետազոտություն լինելու է անվճար, ինչ որ մի բան լինելու է զեղչով եւ այլն, այլ մարդը կվերցնի իր երեխաներին, իր ընտանիքով կգան, որովհետեւ դա առողջապահական փառատոնի նման մի բան է, որտեղ շատ կարևորվելու է ոչ միայն բժիշկ եւ առողջապահությունը, այլ կարևորվելու է առողջ ապրելակերպը, մեծ ուղերձ ենք հղելու հանրային առողջությանը, այսինքն դրանով իսկ մենք փորձում ենք այդ էքսպոյի տարածքը շրջանակները հնարավորինս ընդլայնել, որպեսզի ինքը լինի շատ ավելի ընդգրկուն եւ դուրս գանք այդ նեղ կաղապար։ Իհարկե կլինեն այնտեղ բժիշկներ, իհարկե մենք ունենք նաեւ պատրաստող գիտաժողով, որը լինելու է խիստ մասնագիտական, բայց դրանով հանդերձ մենք փորձում ենք ստեղծել առողջապահական մի փառատոն, որը կլինի բոլորի համար, որպեսզի մեր հանրապետությունում Երևան քաղաքում չլինի մի հոգի, ով հետաքրքրված չլինի դրանով եւ այդ օրերին այնտեղ գտնվելու պատճառ չունենա։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ երբ որ էքսպոներ են անում եւ մեծ ցուցահանդեսներ են անում ըստ ոլորտների, կարծես թե իսկապես որպես առողջապահության ոլորտի մարդ չկա այդպիսի միասնական հարթակ կամ նոր է ձևավորվում, որտեղ որ ես ուզենամ երեխաներիս եւ ընտանիքիս բոլորը, այսինքն իմ ընտանիքի առողջությանը կրթելու, սնելու, լրացնելու համար կամ ինչ-որ մի հարթակ, որտեղ մի քանի օր շարունակ կարող եմ ինչ-որ արտոնություններ ունենալ եւ ինքնադրսևորվել առանց վախենալու, որ հիմա ինձ կուղարկեն դրամարկղ, առանց կռվի, առանց կասկածների, առանց բարեկամների հետ ճշտելու, այսինքն ես կուզեմ մի փոքր ավելի մանրամասնեք ինչ շերտեր կան այդտեղ, որտեղ դուք նշում եք, որ չի լինելու խորհրդատվություններ, չեն լինելու բժշկական, բա ինչ է լինելու։ Չէ, խնդրում իմ խոսքերը չշեղել, ես չեմ ասել, որ չեն լինելու, իհարկե լինելու են, բայց ոչ թե մարդը գա հենց միայն դրա համար, այլ այնտեղ լինում է մի միջավայր, լինում է մի մշակույթ, լինում է մի տրամադրվածություն է տիրում ամբողջ այդ վայրում, որտեղ ես ու դու կարող ենք վերցնել մեր երեխաներին եւ այդ օրը գնալ այնտեղ։ Ինչու՞։ Որովհետեւ կարող ենք առաջինը ոչ ստրեսային վիճակում ծանոթանալ բժշկական կլինիկաներին, բժշկական ծառայություններին, որpիսի Աստված մի արասե վաղը, երբ որ մենք կանգնենք խնդրի առաջ, մենք ունենանք համապարփակ արդեն շատ ավելի լայն տեսադաշտ, արդեն ծանոթ լինենք շատ ավելի կլինիկաների, իրենց ծառայություններին։ Տեսնենք ով ինչ է առաջարկում։ Ի վերջո սա շատ լավ հարթակ է ներկայանալու համար նաև, հա, ներկայացնելու իրենց ծառայությունները։ Սա մի կողմն է։ Այսինքն ես որպես քաղաքացի գնում եմ տեսնելու իմ երկրում առողջապահության ոլորտի ներկայացուցիչները ինձ ինչ են առաջարկելու։ Այսինքն ստանդարտ չի, որ ես գամ տեսնեմ միայն սարքավորումներ, դեղատներ եւ այլն։ Ես տեսնելու եմ նաեւ IT, տեսնելու եմ հավելվածներ, իմ առողջությանը վերաբերող լուծումներ, կա այդ սեգմենտները ընդգրկված են։ Եվ այդ սեգմենտը կա, որը ուղիղ վերաբերում է առողջությանը եւ առողջապահությանը։ Եվ երկրորդ սեգմենտը կա, դա առողջ ապրելակերպի հանրայնացումն է, առողջ ապրելակերպի պրոպագանդումն է, որ տարբեր գործիքներով մենք փորձելու ենք, որտեղ այսօր բոլորս դրա կարիք ունենք։ Այս հաղորդման նպատակներից մեկն էլ դարձյալ նա է, որ հանրության ասենք ժողովուրդ, մենք այսօր առողջ ապրելակերպի կարիք ունենք։ Ինչի, որտեվ երբ որ Հայաստանից դուրս ես գալիս, գնում ենք Եվրոպա, 60, 70, 80 տարեկան մարդիկ փողոցում քայլում են, վազում են։ Մեզ մոտ 60 տարեկանից հետո կարծես թե կյանքը սկսում է մարել, կանգ առնել, հա։ Ինչի, որովհետև մենք սկսած այս տարիքից ունենք առողջ ապրելակերպի մշակույթ։ Եվ նաև այստեղ մեծ գրավական, մեծ խոսք կա ասելու, որ մենք կարիք ունենք առողջ ապրելակերպի եւ ի պատիվ ի ուրախություն մեզ նշեն, որ օրեր առաջ մենք նաև առիթ ունեցանք այս թեմայով խոսելու մեր հպարտություններից մեկի Նազիկ Ավդալյանի հետ, ով սիրով համաձայնվեց լինել մեր էքսպոյի ջահակիրը եւ անձամբ առաջնորդել այս առողջ ապրելակերպի, այսպես ասած, քարոզարշավը։
Շնորհակալություն պարոն Նիազյան։ Իսկ կան արդյոք արդեն կլինիկաներ, հա, բժշկական կազմակերպություններ կամ ընդհանրապես կազմակերպություններ, որոնք արդեն աջակցում են ձեզ էքսպոյի շրջանակներում։ Այո, իհարկե կան։ Ինչու, որովհետև երբ որ հանդիպում ես մարդուն ու ներկայացնում ես քո տեսլականը, ծրագիրը, թույլ տվեք մի փոքր անհամեստ գտնվել եւ ասել, որ անհնար է դիմակայել եւ ասել, չէ, մենք չենք ուզում մասնակցել, որովհետեւ չմասնակցելու համար մարդ առնվազն պետք է մի քանի պատճառ գոնե ունենա, ու եթե ես հարցնում եմ մարդուն, օքեյ, շատ լավ, եկեք ասեք չմասնակցելու գոնե մի պատճառ, շատ դժվար է գտնել։ Ինչի, որովհետև մենք ուզում ենք անել մի բան, որը շատ ավելին է, քան կոմերցիոն առաջարկը։ Սա վերաբերում է հանրային առողջությանը, սա մի բան է, որ արվում է երկրի պետության համար, հանրության համար, հասարակության համար։ Եվ բնականաբար, այո, բավականին շատ են մեզ միացած ընկերությունները, քաղաքապետարանը միացել մեզ ամբողջ իր առողջության կենտրոններով, բժշկական կենտրոններով եւ մասնավոր կլինիկաներ շատ են։ Եվ օր-օրի շարունակում են գրանցվել, ինչի որտեվ բոլորին է հետաքրքիր այստեղ գտնվելը եւ նաեւ իրենց ավանդը բերել, իրենց խոսքը ասել այստեղ։ Շատ լավ, պարոն Նիազյան, իսկ ինչով է պայմանավորված միջազգային բառը, հա, դուք ասում եք հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես, եթե հայերեն թարգմանենք, այսինքն սա նշանակում է, որ համագործակցություն կա միջազգային, ինչ ասել է սա։ Եթե մեր էջերին հետևում եք, իսկ ես վստահ եմ, որ հետևում եք, մենք Expo-ի էջում բարբերաբար տեղադրում ենք վիդեոուղերձներ, որտեղ մարդիկ տարբեր երկրներից խոսում են այն մասին, որ իրենք անհամբեր սպասում են, որ գալու են մասնակցելու այս Expo-ին եւ մաս կազմելու գիտաժողովին։ Այս պահին արդեն ունենք, եթե փորձեմ այսպես հիշել, ունենք Իսպանիայից մասնակից, ունենք Շվեդիայից, ունենք Ուկրաինայից, ունենք Բելարուսից եւ շարունակվում են։ Այսինքն պարբերաբար մեզ ուղարկում են ուղերձներ եւ պատահական չի, որ մենք մեր գովազդային արշավի մեջ գրել ենք 52+ երկիր, այսինքն այդ երկրների պատվիրակությունները հաստատված են։ Ոմանք բանախոսի տեսքով են գալու, այս պահին մենք ակտիվ աշխատում ենք նաեւ տարբեր երկրներից, որպեսզի իրենք Expo-ի ժամանակ ունենան իրենց անկյունները, ունենան country corner-ներ, country pavilion-ներ եւ այնտեղ ներկայացնեն նաեւ իրենց առողջապահական առաջարկը, այսպես ասած, որը կարող է նաև շատ լավ հարթակ լինել եւ հետաքրքրել մեր առողջապահության ներկայացուցիչներին։ Այսինքն այս օրերին, նոյեմբերի 27, 28, 29, 30, Մերիդիանը փորձում ենք վերածել կենտրոնի, որը կլինի հետաքրքիր, կունենա հետաքրքիր առաջարկ եւ բժիշկների համար, ովքեր կարող են գալ այդտեղ եւ լսել միջազգային հայտնի դեմքերի, ովքեր ասելիք ունեն, հա, բժշկության մեջ, ովքեր ինչ-որ բան արած ունեն, ինչ-որ ասելիք ունեն արդեն եւ իրենց համար սա կլինի մեկ, այսպես ասած, level up։ Հաջորդը մենք մեր առաջարկը շատ գրավիչ է հանրության համար, ովքեր այդ օրերին գալու են եւ ծանոթանալու են առողջապահությանը եւ հարակից բոլոր ոլորտներին եւ վստահաբար իրենց համար շատ հետաքրքիր է լինելու, այսինքն այդ օրը ուղղակի չեն գալու տեսնեն կլինիկա, սպիտակ պատեր, ինչ-որ ներողություն, հա, համազգեստով, խալաթով բժիշկ եւ իրենց գանգատները պատմեն, այդ օրը գալու են նաեւ ուրախանան, նաեւ զվարճանան իրենց երեխաների հետ միասին եւ երրորդ հարթակը դա B2B հարթակն է։ Այսինքն մենք ստեղծում ենք նաեւ հարթակ, որը կհետաքրքրի առողջապահությամբ զբաղվող բոլոր գործարարներին, ովքեր ներմուծում են, ովքեր արտահանում են, ովքեր սարքավորումներ են արտադրում, ովքեր դեղագործական ընկերություններ են, հա, դեղեր են ներմուծում կամ արտահանում, այսինքն բոլորի համար փորձում ենք ստեղծել մի հարթակ, որը կլինի իր մասշտաբներով ըստ էության ամենամեծը եւ իրականում մեր նպատակը չի Հայաստանում անել ինչ-որ մի հատ մեծ բան եւ այսպես հա մի հատ թռչնակ նկարել, մենք սա արեցինք, չէ։ Մենք ուզում ենք մեր երկիրը դարձնել մրցունակ նաեւ տարածաշրջանում, որ երբ որ լսեն, որ Հայաստանում Երևանում կազմակերպվում է Expo, որևէ մեկը չասի դե լավ ինչ Expo պիտի կազմակերպեն, դե լավ Հայաստանը փոքր երկիր է, չէ, մենք ուզում ենք դառնալ միջազգային խաղացող եւ մեր երկիրը դարձնել միջազգային խաղացող։ Կներեք, բայց ինձ թվում է առողջապահության ոլորտում հենց այդպիսի վերաբերմունք էլ կար երկար տարիներ, որովհետեւ ինչքան որ առիթ ունեցել եմ, հիմնականում ասում էին դե մենք ենք գնալու, բոլորս իրար ճանաչում ենք, ձեր ասած B2B հարթակում մենք իրար հենա գիտենք, հենա համագործակցում ենք, շատ լավ գիտենք ինչ սարքը որտեղից ձեռք բերել կամ եթե հնարավորություն ունենք ինքներս ենք ներմուծում, այսինքն սա նոր մշակույթ է, սա փառատոն է, սա ուղղակի կոմերցիա չէ, սա մի միջավայր ու մշակույթ է, որ նորից եմ ասում, ես, իմ ընտանիքը առողջ վիճակում գանք եւ այդպես պրե-շոփինգ անենք, հա, նախապես ծանոթանանք, այո, կարող ենք նաեւ այդպես անվանել։
Պարոն Նիազյան, այսպեսի մի կարևոր շատ հանգամանք իհարկե։ Ես հեռուստադիտող եմ, ով հենց նորից պահին դիտեց մեզ եւ հասկացավ, լսեց էքսպոյի մասին։ Ինչպես կարող է իմանալ, որից ինչ-որ ինֆորմացիա, ինչու՞ չէ նաեւ մասնակցելու, ինչու՞ չէ նաեւ պայմաններ, ինչ պետք է լինի, մի խոսքով ծրագրին ծանոթանալու համար։ Ինչպես պետք է վարվել։ Տեսեք, մենք ունենք կայք healthcareexpo.am, մենք ունենք Facebook-յան էջեր, մենք ունենք մշտապես պատասխանող հեռախոսակայաններ, այսինքն մենք full ունենք ինֆորմացիոն դաշտում մենք առկա ենք եւ յուրաքանչյուր հետաքրքրվող մարդ կարող է ստանալ ամբողջական ինֆորմացիա։ Իհարկե մենք ունենք նաև գրանցման հատուկ QR կոդեր, որոնցով մենք հորդորում ենք մասնակիցներին գրանցվել, թե այցելուներին, թե բժիշկներին, թե այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են նաև էքսպոյով։ Այստեղ կարևոր մի հանգամանք շեշտել, որ այցելուների համար բնականաբար մուտքը անվճար է եւ ոչ միայն անվճար է, այլ մենք ամբողջ թափով պատրաստվում ենք, ամբողջ թիմով պատրաստվում ենք ստեղծել ամենատարբեր հետաքրքրությունները, ակտիվությունները, որոնք կգրավեն հանրության, այսինքն այդ տորերին մենք ամեն ինչ անելու ենք եւ նաեւ հորդորում եմ մեզ լսող հեռուստադիտողներին ֆիքսել իրենց մոտ այդ տորերը, որպեսզի գան եւ մասնակցեն առողջապահական յուրատեսակ փառատոնի եւ ես խոստանում եմ յուրաքանչյուրին, ովքեր որ կգան, իրենք կտեսնեն շատ ավելին, քան պարզապես առողջապահական կամ բժշկական ցուցադրություն։ Շատ տպավորիչ է, պարոն Նիազյան, ես վերջին հարցը երևի տամ, կա ինչ-որ մի միտք, որ դուք կարևորում եք եւ կուզեք դուք հավելել։ Տեսեք, ինչպես արդեն նշեցի, մեզ միացել են եւ շարունակում են միանալ կառույցներ եւ ամբողջ արշավը, ամբողջ էքսպոն անցնում է քաղաքապետարանի բարձր հովանու ներքո եւ քանի որ մեր ворթեգրած քաղաքականությունը, մեր այն ամեն ինչ որ մենք ուզում ենք անել, ապա քաղաքական է, որևէ քաղաքական կողմնորոշում ուղղվածություն չունի, դրա համար մենք բաց ենք եւ կարող ենք հանգիստ խղճով այսպես ասել, որ այո, մենք բաց ենք բոլոր կառույցների համար եւ մենք դեռևս սպասում ենք նաեւ պետական այլ կառույցների, այլ ստորաբաժանումների, որպեսզի գան եւ մասնակից դառնան եւ մեզ հետ միասին ավելի գեղեցկացնեն այս միջոցառումը։ Տեսեք, պրոյեկտը պատկանում է Venture Global-ին։ Էքսպոյի գաղափարը էքսպոն ինքն իրենով, բայց այս տարի ուրախություն մեզ միացավ նաև Կոնցեռն Էներգոմաշը որպես համակազմակերպիչ, իրենց էլ շնորհակալություն։ Իհարկե, մեզ միացավ հաղորդաշղթա հանուն առողջության շարժումը իդեմս Գահանե Գաբրիելյանի, մեզ միացավ Ցավի բժշկության ազգային ասոցիացիան, այսինքն գնալով մեր շրջանակը ընդլայնվում է։ Եվ ձեզ մի փոքրիկ գաղտնիք ասեմ, անկեղծանամ մի փոքր, երբ որ նախորդ տարի ես տարբեր կլինիկաների ղեկավարների հետ զրուցում էի, իրենց առաջին հարցը սա էր, ինչ որ բան դուք արել եք, թե ոչ այս ոլորտում եւ անմիջապես շարունակում էին միևնույնն չի ստացվելու, մի արեք եւ այսօր արդեն դրանից 1 տարի անց ես կարող եմ པարզ ճակատով նայել այդ մարդկանց, ասել չէ, մենք փորձեցինք, ստացվեց եւ այս տարի շատ ավելի լավ է ստացվելու։ Սա շատ համարձակ ուղերձ է, սա իհարկե իրավունք ունեք, կարծում եմ, որ դեռ առիթներ մենք ունենանք, հաշվի առնելով, որ նաև այս նախագիծը երևի թե գալիս է լրացնելու այդ ցուցահանդեսին, մենք անպայման մեր ներդրումը կունենանք այստեղ, որպեսզի հանրությունը իսկապես ոչ միայն սիրելի հեռուստադիտող ձեր առավոտները լինեն առողջ, այլև ձեր ցերեկները, երեկոները եւ ընդհանրապես ձեր կյանքը լինի առողջ, չնայած որ առողջությունը սկսում է ճիշտ կազմակերպված առավոտից, չէ՞, Բժիշկ Ամիրյան, ինչ հավելեք։ Շնորհակալություն, պարոն Նիազյան, իհարկե ձեր կատարած աշխատանքի համար եւ ինձ համար շատ մեծ հպարտություն է լինելով բժիշկ, քանի որ վերջին ժամանակներում Հայաստանը տարբեր փառատոներում բավականին միջազգային ներկայացում ունի եւ ինչու՞ չէ նաեւ առողջապահության ոլորտում, երբ որ տարիներ առաջ ուսանողության տարիներին մենք գտնվում ենք արտերկրում փորձի փոխանակության պարագայում եւ երբ որ ասում ենք որտեղից ենք եւ զարմանում են նույնիսկ որ կարող են այո մեզ մոտ որոշակի ինչ որ վիրահատություններ Հայաստանում կատարվել եւ այո ինչու՞ չէ պետք է մեր բժիշկները եւս հայտնի լինեն եւ ոչ թե պետք է մենք գանք այստեղ ու մտածենք գնալու մասին, այլ մենք պետք է գնանք փորձի փոխանակում անել, տեսնել, սովորել եւ գալ, ծաղկեցնել, բժշկել մեր սիրելի Հայաստանը։ Շնորհակալություն ձեզ, պարոն Նիազյան։ Կներեք բժիշկ Ամիրյան, այս պարագայում գնալ եւ բերելու մասին է արդեն խոսքը։ Այո, իհարկե։ Փաստորեն մենք բոլորով միասնական մի նպատակ ենք ձեռք բերում եւ կոչ ենք անում մնացածին միանալ, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի կարողունակությունը ցույց տալ, Հայաստանը դիրքավորել։ Ես հավելում էլ անեմ, այս պահին շատ մեծ հետաքրքրություն կա, միջազգային հետաքրքրվածություն կա այս միջոցառմանը։
եւ մենք շարունակ ստանում ենք տարբեր նամակներ, արձագանքներ, մարդիկ, ովքեր տոմսեր են գնում, որպեսզի գան եւ մասնակցեն այս միջոցառմանը, որպեսզի գան եւ տեսնեն Հայաստանը ինչ ունի ցուցադրելու։ Եվ սա ըստ էության շատ լավ առիթ է մեր առողջապահության համար ներկայանալու աշխարհին, ներկայացնելու թե մենք ինչ ունենք, թե բժիշկների, մասնագետների մակարդակով, թե սարքավորումների, թե ծառայությունների, որտեղ կարծում եմ մենք աշխարհին իրոք ինչ-որ բան ցույց տալու եւ չվախենամ ասել նաեւ ապացուցելու ինչ-որ բան ունենք։ Այսինքն առողջապահությունը եւ հայկական առողջապահությունը բժշկությունը ոչ միայն հայերի համար, այլև բժշկական туриզմ եւ այլն։ Այս իմաստով երևի թե այս նախաձեռնությունը այդպես համապետական նշանակություն կարող է ունենալ, երբ որ հաջողեք տարիներ անց եւ փաստորեն ոչ միայն բժշկվելու, այլև երկիրը տեսնելու, շփվելու, կապեր ձեռք բերելու բազմիմաստ ինչ որ մի բան է։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում եւ խոստանում ենք լինել ձեր կողքին ամբողջությամբ։ Դե ինձ ելի հեռուստադիտող ճանապարհենք պարոն Նիազյանի եւ շարունակենք հաղորդումը։ Մենք կրկին տաղավարում ենք, այսօր հունիսի 23-ն է եւ ինչպես գիտեք, գուցե գիտեք, հունիսի 21-ը ամբողջ աշխարհում եւ Հայաստանում հատկապես այս պահին նշվում է որպես բուժաշխատողի օր, ուստի լինելով բուժաշխատողներ, բժիշկներ, մենք ուզում ենք ի սրտե շնորհավորել մեր բոլոր գործընկերներին։ Ես ընդհանրապես կնշեմ, որ դրանք այն մարդիկ են, ովքեր գիշերը դարձնում են ցերեկ, ցերեկը գիշեր, որպեսզի ձեր առավոտները լինեն առողջ։ Նրանք այն մարդիկ են, ովքեր ամենօրյա, ամենժամյա պայքար են մղում մեր բուժառուների կյանքի համար եւ ամեն անգամ պատվով դուրս գալիս։ Շնորհակալություն ձեզ հարգելի գործընկերներ, գոլեգաներ, ընկերներ, բժիշկներ։ Դե ինչ, այս ուրախ տրամադրության մեջ ամփոփելով կուզեմ նշել, որ կարևոր է, որ բոլորս լինենք առողջ, փորձենք ապրել մեր կյանքի ամենից առողջ տարբերակը։ Առողջությունը կարգավիճակ չէ, միայն ապրելակերպ չէ, առողջությունը մշակույթ է։ Կհանդիպենք։